ասածից անենք նոր քայլեք։ Պարոն Էլվա խորհրդի արդիվ դուք առավոտյան առաջարկներով եք հանդես եկել, տեսաուղերձ եք թողել ապագայի եւ խաղաղության ձեր տեսլականի վերաբերյալ, որ պարագայում դա հնարավոր կլինի իրագործել եւ արդյոք այսօր հավատում եք խաղաղության հեռանկարի այս պողությունների պայմաններին։ Մենք ներկայացրել էինք մեր քայլեր, որոնք տանում են դեպի ապահով խաղաղություն։ Անախ այսօր մեր բանակի կողմն է, ես ուզում եմ շնորհավորել մեր սպաներին, գեներալներին, ենթասպաներին, մեր զինվորներին, մեր հայ ժողովրդին այս պայծառ տոնի առիթով։ Ցավոք այնպես է ստացվել, որ այս տոնը շատերի համար դարձել է տոն այլևս չէ, եւ ինչ որ հիասթափությունների հետ է կապված անվստահություն եւ այլն։ Մենք սա պարտադիր պետք է ուղղենք, շտկենք, որովհետեւ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ։ Մենք պետք է ունենանք մեզ պաշտպանելու կարողություն։ Եթե մենք չունեցանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն եւ մեր խաղաղությունը կախված եղավ ուրիշի կամքից, ուրիշի թելադրած պայմաններից, դա խաղաղություն չէ։ Դա ինքնախապեյություն է, դա վտանգավոր ինքնախապեյություն է մեր ապագայի համար։ Եվ ոչ մի բան նշանակություն չունի, եթե դու չունես անվտանգություն։ Որևէ բան այսօրվա աշխարհում այնպես է, դու պետք է ունենաս ինքդ քեզ պաշտպանելու կարողություն։ Ինչ վերաբերում է այսօրվան շատ դատապարտելի ուղղակի, նսեմացնող արարք է, ամոթալի վախկոտություն ուղղակի, որ իշխանությունը հոկտեմբերի 27-ը նախատեսեց, որ ներողություն, հունվարի 27-ը նախատեսեց որպես հիշատակի օր, այն էլ օրենքի մակարդակով։ Սա ամոթալի վախկոտություն է, որովհետև դա արվեց պատահական ընտրված օր է, պաշտոնական, ձևական ընդամենը, որը չունի ոչ մի բովանդակություն։ Այդ օրը մեզ համար չունի ոչ մի հիշողության նշանակություն, մեր արժեքների համար։ Մենք այսքան ցավոք սրտի ստացվել է, բայց մենք օրեր ունեինք, որոնք պետք է ընտրեինք որպես այդ օրերից մեկը, սեպտեմբերի 27, սեպտեմբերի 19, մենք այս օրերից որևէ մեկը, մենք հունվարի 28-ը հենց այդ կարևոր տոնի խորհուրդն է, եւ այդ օրը պարզապես ընտրվել է պաշտոնյաների հարմարության համար, որ նրանք գան իրենց համար հարմար, որ իրենց ավելորդ հարցեր չտան, գան նախատեսեն գնան իրենց ֆորմալ արարողակարգի իբր մասնակցեն ու վերջացնեն դրան, որտեղ դա ստացվել է նրանց համար որևէ արժեք չունի։ Ես միանշանակ դա կոնկրետ քաղաքական ընտրություն է։ Սա ոչ պատահականություն է, ոչ էլ ինչ-որ արժեքներ է, սա կոնկրետ քաղաքական ընտրություն է եւ դրա համար մենք այսօր այո պետք է ցույց տանք, որ մենք մեզ համար չափազանց կարևոր է հենց այս օրը, մեր նվիրական օրերից մեկն է, որը մեր ոչ միայն շնորհավորում ենք, փառք ենք տալիս մեր բանակին ու պետք է ունենանք այո ուժեղ բանակ, եւ այդ մեր ներկայացած քայլերը դրանից է, բայց նաեւ մենք ցույց ենք տալիս, որ մենք հարգում ենք մեր սուրբ հերոսների սուրբ հիշատակը, նրանց սխրանքը, մենք պարտք ունենք նրանց ընտանիքների առաջ, մեր քաղաքացիների առաջ եւ դրա համար եմ ես նշել, որ մենք պետք է ունենանք բանակ, որը ունի այո քաղաքացիների վստահությունը, որտեղ զինվորը պաշտպանված է, սպան հարգված է եւ որի հետ հաշվի են նստում։ Եվ ամենակարևորը մենք պետք է ունենանք հաշվետվողականություն ու ճշմարտություն։ Դրա համար ես հատուկ ասել եմ, որ մենք հրապարակելու ենք 44 օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ չհրապարակի, որովհետև այդ կերպ ես ուղղակի համոզված եմ, որ փորձում է կոծկել իր ձախողումները։ Մենք պետք է ամեն ինչ եւ առաջին մեր քայլերից մեկը հենց դա է լինելու, հրապարակել դա։ Եվ հրապարակել նկատում եք խորհրդարանի։ Այո, այդ հանձնաժողովի զեկույցը, որ տեսեք, այստեղ հարցը չի։ Այդ զեկույցը եւ պետք է անպայման ինչ որ եղել է, պետք է հրապարակվի, հասկանալ ամբողջությամբ բացելով, այո, որ մեր ժողովուրդը իրավունք ունի իմանալ հասարակությունը այդ ձախողումների պատասխանատվության հարցերի պատասխաններ, որոնք կարևոր են, եւ այն պատճառաբանությունները ժամկետը անցել է, սա է արել եւ այլն, դա ինչ պատճառաբանություն է ձևական այն ահռելի մեծագույն համեմատած այն հարցերի, որ առաջ են եկել։ Այնպես որ սրանք նույնպես կարևոր հարցեր են։ Տեսեք, ես հարգանք ունենալով զինվորի սխրանքի հիշատակի առաջ չեմ ուզում այդ մասով առաջ։ Ես միայն ասում եմ սա ՔՊ իշխանության որոշում է։
Սա ԿՊ իշխանության Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ քաղաքական կոնկրետ ընտրությունը, քաղաքական որոշում է։ Եվ սա ես նորից եմ ասում, սա ամոթալի վախկոտություն է, որ արել են, որը ընդհանրապես մեր հուշերի, մեր նշանակության հետ կապ չունի, որ սա հիշատակ չէ, որ նրանք արեցին։ Սա ուղղակի անհարգալից վերաբերվում է։ Զոհերի հիշատակի օրն է եւ հատուկ օրն է, որ այսպես ասած տարանջատում չլինի, այլ ընդհանուր այսպես միասնական մեկ օր լինի։ Սա այնքան ծիծաղելի է ու այնքան անընդունելի է, չես կարող ոչինչ դրա այն աստիճան անընդունելի է, որ դրա դեմ անիմաստ է ինչ-որ փաստարկ գրել, ինչ է նշանակում բոլոր զոհերի։ Մենք ունենք կարևորագույն մեզ համար օրեր, որոնք ոչ միայն մեզ համար դժվարության օրեր են, բայց նրանք պետք է լինեն սիմվոլներ նաև մեր ուժի զարգացման վեր հառնելու համար։ Դա ինչ է նշանակում ընդհանրեն բոլորի համար։ Դա բովանդակություն մեզ համար, հայ ժողովրդի համար, դա բովանդակություն չունեցող։ Տեսեք, դրա համար եմ ասում, մենք դրանցից, այո, բայց մենք դրանցից կարևորագույն այդ ջերմուկի վրա հարձակման օրը ունենք սեպտեմբերի 12-ը, 13-ը, մենք ունենք սեպտեմբերի 19-ը, սեպտեմբերի 27-ը, հələ տեսեք, բայց այս օրերը բոլորը այս իշխանության օրոք են եղել, չէ՞։ Այդ օրերը դարձել են մեզ համար ցավի օրեր, այս իշխանության օրոք։ Հիմա փոխանակ վերցնենք մենք հիշատակի օր դարձնենք, մեր վեր հառնելու բոլորը չէ, դրանցից մեկը, դրանցից բոլոր օրերը կարող ենք այո յուրովի մենք արժևորել ժողովուրդ ջան։ Ոչ թե բանակի ծննդյան նախօրյակը։ Մենք պետք է արժևորենք այդ օրերը, ժողովուրդ ջան, մենք պետք է հասկանանք, որ դրանք մեզ համար նվիրական օրեր են, մեզ ամեն մի օրը մեր ժողովրդի քաղաքացիների համար սրտում ցավի, ուրախության, ուժի օրեր են, հասկանում եք։ Հունվարի 27-ը մեզ համար այն էր բանակի նախօրեին, ինչ է տալիս, սովորական ընտրված օր է։ Ես նորից եմ ասում, այդ օրերը առաջ են եկել այս իշխանության օրոք։ Դրա համար ինձ սկզբում հարց տրվեց, թե ինչպես է դա հնարավոր անել։ Դա հնարավոր է անել բացառապես այս ընտրությունները նոր վարչապետ ընտրելու միջոցով։ Ես այսօր նվիրական օր է մեզ համար, այս մասով այսքանը կասեմ, բայց նաև կասեմ հետևյալը, որ բնականաբար այս գործող վարչապետի ղեկավարությամբ այս իշխանության օրոք հնարավոր չէ այդ խնդիրը ապահովել։ Ապահով խաղաղություն դա զինվորի հիշատակը միայն հիշատակի օր սահմանելով են հարգում կամ նրա հարազատներ։ Նիկոլ Փաշինյանը օրինակ երեք էլի անվտանգության շքախմբով այստեղ են, այդպես էլ ծնողների աչքերին չի կարողանում նայել, ավելին ծնողների ազատ տեղաշարժն են եռաբլուրում, սահմանափակում, այդպես են հարգում։ Անի դուք դրանով ապացուցեցիք իմ ասածը։ Ես ասում եմ, այո, դա տեսեք պատահական ընտրված օր է, բայց հատուկ քաղաքական ընտրություն է պաշտոնյաների հարմարության համար, որ նրանք իրենց համար գան, ֆորմալ իբր պարտականությունը անեն, այստեղ թողեն գնան, դա ավելի մեծ անհարգալից վերաբերմունք է։ Այո, դուք ճիշտ նշեցիք, որպեսզի նրանք չնայեն ծնողի զոհված զինվորի ծնողի աչքերի մեջ, տեղահանվածների աչքերի մեջ, որովհետև սրանք ամբողջը նրանց օրոք է եղել։ Դրա համար այս ընտրությունները կատարվել է ըստ այդմ։ Պարոն Թաթերյան, այդ օրը այսինքն հենց միայն նրանց համար է, որովհետև մենք նկատեցինք, որ երեք մի քանի ծնողներ են եկել պաշտպանելու իրենց երեխաների շիրիմները, որպեսզի իշխանականները չկարողանային իրենց խոսքերով ասած մոտենալ եւ բախտել, եւ նրանց գնալուց հետո անգամ այստեղ մարդաշատ չէր, ինչպես այդ օրը։ Տեսեք, այո, բայց ծնողները ինքներդ եք ասում, ինչու էին եկել, չէ՞։ Եվ պաշտոնյաների դա բնորոշումը շատ պարզ է, ժողովուրդ ջան, դա պաշտոնյաների հարմարության համար, որ նրանց ավելորդ պատասխաններ չտան, այստեղից էլ բխում է ինչ, որ նրանց համար այս օրերը չեն հետաքրքիր, այլ քաղաքական շահը ինչպես կոծկել, խնդիր չառաջանա, ինչպես իրականացի մեջ։ Այս քայլը Արցախի հարցը կամ Արցախի վերաբերյալ որևէ դրվագ մոռացության տալու համար այս իշխանությունը պատերազմ է հայտարարել մեր պատմության դեմ։ Դրա համար եմ ասում, առաջին քայլերից մեկը պետք է լինի մեր պատմության դեմ պատերազմի էջը փակելը։ Մեր պատմության մենք որպես հզոր ժողովուրդ, ուժեղ ազգ, աշխարհասփյուր, աշխարհացանց, մենք ունենք այնքան զորություն եւ ուժ,
որ մենք ընկել ենք ինչի հետևից մոռացության ենք տալիս մեր պատմությունը ինչի, որ ինչ որ քաղաքական իշխանության պաշտոնյաներ, որ կարողանան կոծկել իրենց սխալները։ Սա է ամբողջ տրամաբանությունը։ Այդ մասին իշխանությունը միշտ ասում է ինչքան ուժեղ բանակ Ադրբեջանից, իսկ Թուրքիայից էլ ուժեղ, միշտ այսպես են հակադարձում, ուժեղը հարաբերական է, ումից ուժեղ, դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Շատ կարևոր հարց է, շնորհակալություն։ Նախ առաջինը հստակ նշել եմ եւ դա պրոֆեսիոնալ հաշվարկների ու պրոֆեսիոնալ մոտեցումների արդյունք է, որ մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին անմիջապես օրենսդրություն միջև ավարտը նախ պետք է օրենսդրությունը փոխվի, օրենքի մակարդակով ամրագրվի, որ բանակի ֆինանսավորումը չի կարող հնայի 88%-ից ցածր լինել։ 1. Երկրորդը, սա նշանակում է, որ այդ հաջորդ առաջին պաշտոնավարմանը հաջորդող տարվա բյուջեով $1 միլիարդ ավել է լինելու, քան այսօրվա համեմատ կա։ Երկրորդ, պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին, այո, մենք արդեն խոսում ենք հավասարակշռության մասին։ Գիտեք, իսկ այդ որ տենց ասում են, այս մեկը մեզանից ուժեղ է, այն մեկը ուժեղ է, այսինքն չհասկացա, որևէ մեկը կարող է ասել, որ մենք ուժեղ չպետք է լինենք, բայց եթե մենք ուժեղ չպետք է լինենք, մեզ անընդհատ պետք է պարտադրենք հույս ունենալով, որ այս մեկի բարի կամքն է, վայ, մեզ գնանք էլ ինչ անենք նրա հետ, էլ ոնց գցնենք, ինչ անենք, որ մեզ հանգարց մեր թույլ տա ներքին քաղաքական հարցերում խաղաղությունից խոսենք, բայց իրականում չկա դա, այդ պատրանքային վտանգն է իրականում թևածում։ Ինչ որ մեկը կարող է ասել, որ մենք չպետք է ուժեղ լինենք, մենք չպետք է ունենանք կարողություն ինքներս մեզ պաշտպանելու, որտեղ է գրված, այո, մենք պետք է լինենք ուժեղ, մենք պետք է կարողանանք ձեռք բերենք հուսալի կարողություն ինքներս մեզ պաշտպանելու։ Եվ նորից եմ ասում, խոսքը վերաբերում է մեր պաշտպանությանը, եւ դա միայն սպառազինությունը չէ, դա ռազմաարդյունաբերությունն է։ Մենք օրինակ հայտարարել ենք, որ սպառազինությունը պետք է նաեւ լինի տնտեսության ճյուղ։ Դա շատ կարեւոր է, ներողություն սպառազինությունը, այլ ռազմաարդյունաբերական համալիրը։ Մենք պետք է ժամանակակից տեխնոլոգիաներով շարժվենք։ Ես ինչի եմ ասում, որ մենք պետք է շարունակենք մեր հարաբերությունները այն աշխարհի երկրների հետ, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ ինովատիվ զարգացումներ կան, բարձր նվաճումներ կան, որպեսզի բերենք ներդնենք մեր երկրում, մեր բանակում, մենք Ջորջ ջան պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել։ Բանաձևը շատ պարզ է, շատ մաքուր է։ Մեզ ոչ մեկ չի կարող այդ հարցում ասել, ինչ եք դուք ուժեղանում։ Քանի որ նշեցիք, այս փոփոխություններին կարող են հաշվել նոր վարչապետի միջոցով, իսկ եղած վարչապետի եթե դուք լինեիք վարչապետ, բանակի բարելավման ուղղված ինչ կլինի։ Ես տեսեք, այսօր չեմ ուզում խոսքս այսպես քաղաքական երանգներով լինի այն իմաստով, որ հանկարծ որևէ շարժման բան, երբ որ մեկը չփորձի տեսնել, կամ չկարողանա տեսնել, չլինի։ Ես հստակ ասում եմ, այն 4 քայլերը, որ մենք հրապարակել ենք, դրանք մեր բանակը ուժեղացնելու, մեր երկիրը, մեր խաղաղությունը ապահովելու ճանապարհն է, որը քիչ առաջ ուղղակի ամբողջը ներկայացնում։ Ներեցեք, դրա մասին առիթներ կունենանք շատ խոսելու, այսօր ուղղակի ես կարծում եմ, պետք է մեր խոսքը, մեր գործը նվիրենք մեր բանակին, նաև հարգելով հարգանքի տուրք մատուցելով մեր դեպքերի սուրբ միշատակի ու սխրանքի առաջ մեր զոհվածների ծնողների նաև հարգանքը մատուցելով եւ նրանց մենք պատկ ունենք տալու այդ իսկ պատճառով այդ թեմաներով երբի հաջող մի ուրիշ անգամ խոսենք։ Շնորհակալություն։